ԵԱՀԿ-ին ողջունում են Մինսկի խումբը փակելու մասին Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը Երևանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։ Նա հավելել է Մինսկի խմբի գործող կառույցները կփակվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին։ Վալտոնենը միաժամանակ նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել եւ ընդլայնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանն ու ԵԱՀԿ-ն կարողանում են արժեք հավելացնել։ Նշենք, որ Մինսկի խմբի եւ դրա ինստիտուտների լուծարումը Բաքվի հիմնական պահանջներից էր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է դիմել Եվրամիությանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, միջազգային այլ կառույցների Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման մասին բարձրաձայնելով, հայտարարել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Ըստ նրա պահանջելու են, որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ ունենալու համար։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ Կարապետյանին ներկայացված նոր մեղադրանքի փողերի լվացման վերաբերյալ որևէ հիմք չկա։ Նշենք, որ դատարանն այսօր քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի հարցը։ Գործարարը կալանավորված է հունիսի 18-ից։ Արամուսում եւ Զովաշենում 4 մարդու սպանած տղամարդը խոստովանական է տվել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում են քննչական կոմիտեից։ Հոկտեմբերի 12-ին Կոտայքի Արամուս գյուղի դաշտում ամուսինների դիեր էին հայտնաբերվել հրազենային եւ եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր, հոկտեմբերի 4-ին էլ հայտնի էր դարձել, որ Արամուսում ամուսինների սպանած տղամարդը որսորդական հրացանով Զովաշենում եւս 2 անձի, կնոջ եւ տղամարդու է սպանել, ապա հափշտակել տղամարդու մեքենան։ Գազայի հատվածի վերակառուցման համար կարող է $70 միլիարդ պահանջվել, հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Պաղեստինցի ժողովրդին օգնության ծրագրի ներկայացուցիչ Յակո Սիլիերսը։ Նա միաժամանակ հրաժարվել է գնահատել այն ժամկետները, որի ընթացքում պաղեստինյան անկլավի վերականգնման աշխատանքները կարող են ավարտվել։ Սիլիերսի խոսքով ավերածությունների մասշտաբները որոշելուց բացի հարկավոր է սահմանել առաջնահերթությունները, թե որ տարածքները պետք է նախ վերականգնվեն եւ որտեղ կենտրոնացնեն ջանքերը։ Հավանական է, որ ոչ բոլոր տարածքները կվերականգնվեն, հավելել է ՄԱԿ-ի պաշտոնյան։ Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն միության ներսում միգրացիոն օրենսդրության խստացման հարցը։ Երկրների միջև առկա խորը տարաձայնությունները սակայն կարող են խոչընդոտել որոշման ընդունմանը, գրում է բրիտանական Financial Times-ը։ Ըստ հրապարակման ամենազգայուն հարցը Եվրամիության մեկ այլ երկրի կողմից միգրանտի արտաքսման մասին որոշման պարտադիր ճանաչման հարցն է։ Որոշ երկրներ, մասնավորապես Շվեդիան եւ Գերմանիան, պաշտպանում են այլ պետությունների կողմից ապաստան խնդրողներին արտաքսելու որոշումների կամավոր ճանաչումը, մինչդեռ մյուսները դեմ են այս մոտեցմանը։